Թրամփը խոսելով Իրանի դեմ պատերազմի մասին չի նշել, թե այն երբ կավարտվի, սակայն իր խոսքում շեշտել է, որ նավթի գները կսկսեն անկում ապրել, հենց որ պատերազմը ավարտվի, իսկ այն բավականին արագ կավարտվի։ Իր հերթին ԱՄՆ էներգետիկայի նախարարը ABC-ին ասել է, որ պատերազմը անկասկած կավարտվի հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում, կարող է դա ավելի շուտ լինել։ ԱՄՆ նախագահը նշել է, որ Վաշինգտոնը կապի մեջ է Իրանի հետ, բայց կասկած է հայտնել, որ Թեհրանը պատրաստ է լուրջ բանակցությունների հակամարտությունը դադարեցնելու համար։ Հորմուզի նեղուցը փակ չէ, ճեպազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։ Հորմուզի նեղուցը փակ չէ եւ այստեղով ընթացող նավագնացությունը գտնվում է Իրանի զինված ուժերի վերահսկողության տակ։ Նա նաեւ անդրադարձել է միջուկային բանակցությունների թեմային, նշելով, որ Իրանը երբեք չի վստահել նահանգներին եւ բանակցությունները ընթացել են անվստահության մթնոլորտում։ Ստեղծված իրավիճակի համար պատասխանատվությունը ամբողջությամբ կրում է Միացյալ Նահանգները, ընդգծել է Բաղային։ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին վատապագա է սպասվում, եթե դաշինքը հրաժարվի օգնել Վաշինգտոնին Հորմուզի նեղուցի անվտանգության ապահովման հարցում։ Լիովին տեղին է, որ նեղուցից օգուտ խաղող մարդիկ օգնեն ապահովել, որ այնտեղ ոչ մի վատ բան տեղի չունենա։ Եթե արձագանք չլինի կամ եթե բացասական արձագանք լինի, կարծում եմ, որ դա շատ վատ կլինի ՆԱՏՕ-ի ապագայի համար, ասել է ԱՄՆ նախագահը։ Իրանում Շվեդիայի դեսպանատունը ժամանակավորապես կգործի Բաքվում։